Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն է, հիշեցնեմ, որ մեզ լսում եք ոչ միայն հանրային ռադիոյի հիմնական ռադիո ալիքով, այլ նաև կարող եք դիտել մեր Facebook-յան էջում, տեսագրությունը կտեղադրվի նաև հանրային ռադիոյի YouTube-յան ալիքում եւ իհարկե պաշտոնական կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Այսօր խոսելու ենք անգլիական Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի մասին, ինչ է այնտեղ տեղի ունենում, մրցաշրջանի վերջնամասն է, իմ հյուրն է լրագրող Սերոբ Օհանյանը, իր ձայնը եւ շատ եք լսել տարբեր մեկնաբանություններով, Սերոբը նաեւ անգլիական Պրեմիեր լիգայի այսպես հետևորդ է, շատ է նայում, ունի նաեւ երկրպագած ակումբ, դրա մասին էլ կխոսենք, իդեպ այդ ակումբը չեմպիոնության է այս մրցաշրջանում ձգտում։ Շնորհակալ եմ Սերոբ իմ հրավերը ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն հրավիրեցիք, բարև ձեզ։ Տեսնենք ինչ է տեղի ունենում Պրեմիեր լիգայում։ Այս տարի այս մրցաշրջանում Լիվերպուլը բավական ակտիվ սկսեց, բավական այսպես ստաբիլ խաղ ցուցադրեց առաջի կեսում մրցաշրջանի, այդ թվում նաև այսպես իրենից անկախ նախորդ մրցաշրջաններում որոշակի անկում էր դիտվում ձմեռային ամիսներին, այդ անկումը չեղավ։ Եղավ, ո՞նց չեղավ։ Եղավ, էլի հունվար-փետրվար այդքան լավը չէր Լիվերպուլը, մարտն էլ, ու ես կարող եմ ասել, կներեք, որ տենց ընդհատեցի ու մտա, որ իմ տեքստով Լիվերպուլը շատ լավ անցկացրեց առաջի մասը, փայլուն անցկացրեց եւ այն ինչ որ իրենից չէին սպասում, ոչ մեկ չէր սպասում, որտեվ անցումային փուլ եւ այլն, բայց Սլոթը հայտնվեց շատ խելացի մարզիչ, որը չկոտրեց ստեղծածը Յուրգեն Կլոպի ստեղծած ու ժառանգ ստացած թիմը չկոտրեց, այլ հակառակը ոնց այն նուրբ սենց նաստրոյկեքը դզեց ամեն մի գլարը կարգավորեց դզեց փչեց ու թիմը սկսեց խաղալ, բայց զգացվում է, որ եթե այդ պաշարը չստեղծվեր հենց մրցաշրջանի սկզբնամասում եւ միջև նոր տարի, այ հիմա Լիվերպուլը այդ փայլը կորցրել է։ Այդ փայլը չկա, այդ թեթևությունը խաղի չկա, ինչ որ մի բան հոգնել են երևի, որտեվ դե տենց ֆուտբոլ ցուցադրել անընդմեջ երևի անհնար է։ Թե Չեմպիոնների լիգայի խմբային փուլում այդպես մի շնչով անցան, այդպես է դա։ Այդ փայլը կորավ, բայց ինձ թվում է կկարողանան միջև վերջ պահեն այդ պաշարը եւ 99.9% Լիվերպուլը իմ կարծիքով այս մրցաշարի APL-ի կդառնա անգլիական Պրեմիեր լիգայի հաղթողը, ու ճիշտ ասած իմ համար դա պարզ եղավ Ֆուլհեմի հետ առաջի խաղում, այն որ 10 հոգով մնացին եւ Ֆուլհեմը սպասում էր երբ ավարտվելու այդ խաղը, որ այդ ոչ ոքին կարողանան պահել։ Տենց որ այդքանը եթե ասում եք պաշարի մասին, տեսեք, այդ պաշարը ստեղծվեց նաև մրցակիցների անկայուն խաղի շնորհիվ, անկայուն արդյունքների շնորհիվ, որոշակի այս կներեք այդ որոշակի անկում ասել Մանչեսթեր Սիթիի պարագայում այս մրցաշրջանում դա նվազն է, որ կարող ենք ասել։ Եթե նայենք նախավերջին մրցաշրջանը Յուրգեն Կլոպի նույն վիճակում Լիվերպուլն էր հայտնվել։ Ինչ որ մի գալիս է մի հատված, որ համ մարզիչն է հոգնում երևի ամեն ինչից, իսկ Պրեմիեր լիգան քամող առաջնությունն է, եւ թիմն է ինչ որ չափով հոգնում։ Այդ նույն ալիքը եկավ եւ sense ուղղակի շպրտեց up City-ին, բայց ես վստահ եմ, որ մյուս մրցաշրջան մենք ուրիշ City ենք տեսնելու։ Իհարկե Ռոդրին կվերադառնա, որը առանցքային խաղացող է։ Նորեկները ավելի կարմարվեն, այո, Դե Բրյույնեն տեսնում ենք, որ արդեն չի կարողանում տենց փայլել, ոնց որ իսկ եթե ես ինձ ասեն City-ից որ մի խաղացող ենք ուզենար, որ Լիվերպուլում խաղար, ես կասեի Քևին Դե Բրյույնեն։ Ես վստահ եմ, որ մյուս մրցաշրջան շատ հետաքրքիր ալնելու Արսենալը, վստահ եմ, որ շատ հետաքրքիր Մանչեսթեր Յունայթեդ նորից կտեսնենք։ Հավատում եմ, որ Ամորիմը հետաքրքիր թիմ կստեղծի, տենց որ տեսնենք, իսկ ասել նրա մասին, որ մնացածը վատն էին դրա համար Լիվերպուլը, չէ, Լիվերպուլը ամենտեղ էր լավը։ Եկեք մենք
խոսենք նրա մասին, որ մնացածը լավ չեն խաղում, դրա համար Լիվերպուլը կարողացավ բան անել։ Ես նկատի ունեմ, Սերոբ, տեսեք, նախորդ մրցաշրջանում լավ, եւ եցնեք նախորդ երկու մրցաշրջանները Պրեմիեր լիգայի, Արսենալն ու Մանչեսթեր Սիթին այնքան միավոր չէին կորցնում, որքան կորցրեցին այս մրցաշրջանում։ Իսկ Լիվերպուլը չէր կորցնում։ Իսկ Լիվերպուլը չէր կորցնում։ Տեսնում, ամեն միշտ էլ տես Նաև այդ պաշարը նկատի ունեմ հավաքվեց, այսպես գոյացավ նաև դրա շնորհիվ։ Լավ, եթե Լիվերպուլի մասին ենք խոսում, եկեք նաև փոքրինչ կենտրոնանանք Սլոտի կերպարի վրա։ Տեսեք, դուք ասում եք, որ Սլոտը եկավ այդ կարգավորումները եւ այն ուժը, այն թափը, որ տվել էր Յուրգեն Կլոպը եւ ժառանգեց Սլոտին, նա չկոտրեց, այլ հակառակը մի բան էլ ավելացրեց։ Այստեղ մի ներբություն կա ըստ իս։ Ի վերջո Լիվերպուլի կառավարող, այսինքն ղեկավարող սեփականատեր ընկերությունը բավական լավ է հաշվարկում թե ֆուտբոլիստներին ձեռք բերելիս իրենց ակումբ տեղափոխելիս, թե նաև մարզչի ընտրությունն են լավ կատարում։ Մենք հիշում ենք, թե ենթադրենք Յուրգեն Կլոպի այդ հայտնի հայտարարությունից հետո, որ սա վերջին մրցաշրջանն է 23-24-ը, դա եղավ մոտարապես աշնան վերջնամասում նախորդ մրցաշրջանի ձմռան կողմերը եւ դրանից հետո սկսվեց փնտրտուքը, բավական երկար տևեց։ Մենք հիշում ենք, որ տրվում էին որպես հիմնական տեխնացուների անուններ, թե Ալոնսոյի անունը, թե հետագայում կենտրոնացան Ամորիմի վրա։ Կարծես թե Ամորիմը հիմնական տեխնացուն էր, իր հետ արդեն բանակցում են եւ այլն։ Բայց այստեղ հաշվարկներ էին իրենց մոտ։ Հաշվարկներ, այսինքն հաշվարկի հիմքում նաև Կլոպի ժառանգությունը ճիշտ կառավարելն էր։ Ով կգա եւ ոչինչ բան չի փչացնի։ Ամորիմի պարագայում կարծես այդ հաշվարկը փոքրինչ շեղված էր, որտեղ Ամորիմը խաղում է կամ դնում է այնպիսի խաղ, որը Լիվերպուլին, այդ կլոպական Լիվերպուլին այնքան էլ հարմար չէր։ Այնտեղ պետք է որոշակի փոփոխություններ տեղ ունենան։ Մեծ փոփոխություն պետք է տեղ ունենար։ Իսկ Սլոտի պարագայում Սլոտը մինչ այդ անհայտ մի մեծ շրջանակներ, մեծ շրջանակներ։ Որ Հոլանդիայի առաջնությունն ու դժվար է այնտեղ լինել, եթե դու Եվրոպայում գավաթներում չես թնդում, դժվար է լինել sense առաջի տողերին, դրա համար մենք Սլոտի մասին քիչ բան գիտենք, բայց հետո որ եկավ Լիվերպուլ սկսեցինք հետաքրքրվել, պարզվեց, որ շատ հետաքրքիր մարզիչ է, բայց sense մի բան ասեմ, ղեկավարությունը Լիվերպուլի իհարկե շատ ճիշտ մոտեցում ունի ֆուտբոլին, որտեղ իրանք սպորտային ընդհանրապես ընկերություն են, իրանք բեյսբոլի թիմ ունեն, իրանք Boston Celtics-ը բասկետբոլի ընդհանրապես սպորտով զբաղվում են շատ լուրջ, ու եթե դուք հիշում եք, այն Moneyball ֆիլմը կա, այնտեղ Brad Pitt-ը հանդիպում այն որ իրանք հաշում են, կանչում են Բոստոն, որ խոսեն, որ ինքը այդ իր մաթեմատիկական այդ անալիզներով մտնի իրանց մոտ աշխատի, բայց ես օրինակի համար դժգոհ եմ այս տարվա պահվածքից, որտեվ այս նյարդային վիճակը, որում հիմա գտնվում է Լիվերպուլը, նաև կապված է նրա հետ, որ լիդերների հետ պայմանագրերը մինչ այսօր լուծված չեն այդ հարցերը ու խնդիրը նրանում է որ պարզ էր որ օրինակ համար Տրենտ Ալեքսանդր-Արնոլդը դառնալու է թիրախ մեծ թիմերի, որոնք ուզենան Ռեալը շատ շուտվանից աշկը դրել էր վրան։ Ուրեմն 1 տարի շուտ կամ ավելի շուտ պետք էր ավելի երկար պայմանագիր կնքվեր։ Սալահը նույն Վան Դեյքը չի կարելի տենց մակարդակի ֆուտբոլիստներին թողնել։ Այստեղ ես ձեզ ընդհատեմ, Սերոբ, տեսեք, ի վերջո Լիվերպուլի սպորտային տնօրենը փոխվեց։ Նոր տնօրենը պետք է դրանով զբաղվեր։ Մեկը շատ պայեցին։ Էս ինձ թվում է, այդ իմ կարծիքն է, ես չգիտեմ։ Իսկապես մենք ոչ մեկը չգիտենք ներսում ինչա կատարվում, բայց իմ կարծիքով այն որ այսօր մինչ այսօր այդ հարցերը լուծված է, էդ էլ է ազդում թիմի վրա։ Իսկ գուցե լուծված են պարզապես հրապարակայնացված չեն։ Այ հիմա նոր սկսվեց է դրա մասին խոսել։ Այս վերջի շաբաթվա ընթացքում սկսեցին խոսել Սալահի կոնտրակտի մասին եւ Վան Դեյքի։ Բայց ինձ թվում է մենք միայն Լիվերպուլի մասին պետք է չխոսենք այսօր, այո։ Տեսեք, այս հարցը փակելու Լիվերպուլի հարցը փակելու այս երյակից, որոնց պայմանագրերը ավարտվում են այս մրցաշրջանի ավարտին, հունիսին եւ հուլիսին։ Այս երյակից, եթե ձեզ ընտրություն տային, Տրենտը պետք է մնար, այո։
Որովհետև Սալահն կարծում որ Վան Դայկը ավելի մեծ Վան Դայկը խաղալու է հոգեբանական առումով, Վան Դայկը խաղալու է եւս 2-3 տարի եւ վերջ։ Trent-ը 26 տարեկան է։ Trent-ը այն ֆուտբոլիստն է, որը ժամանակին, որ արագությունը կորցնի, կարա հանգիստ տեղափոխվի դաշտի կենտրոն եւ այնտեղից կառավարի խաղը։ Trent-ը սկաուզեր է, ինքը Լիվերպուլի սան է, որ շատ կարեւոր է։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Trent-ը ցավոք սրտի, եթե ինքը գնա, ինքը կարող էր դառնալ մի ֆուտբոլիստ, որը նույնիսկ Ջերարդի լեգենդար աուրան կփակեր։ Եթե մնա Լիվերպուլում, ինքը այդ շանս ունի, որտեղ ինքը ամեն ինչ արդեն Լիվերպուլի հետ վերցրել է, ամեն բոլոր մրցաշրջաններում հաղթել է։ Եթե մնա կդառնա իսկապես լեգենդ, Կենի Դալգլիշի նման, չգիտեմ, Գրեմ Սունեսի եւ մնացած այն անունների մասին, Ստիվեն Ջերարդի նման։ Բայց եթե գնաց կդառնա իմ Մայքլ Օուեն։ Իմ երկու սիրած ֆուտբոլիստները, որոնց պատճառով ես Լիվերպուլի երկրպագու եմ, Ռեալում են խաղացել, դա Ստիվ Մակմանն է եւ Մայքլ Օուենը։ Ոչ են Լիվերպուլի լեգենդները չեն։ Մայքլ Օուենը ոսկե գնդակ ստացած ֆուտբոլիստ, հրաշալի հարձակվող, Արգենտինային խփած գոլը ամեն ինչն է, բայց ինքը Լիվերպուլի լեգենդը չէ։ Հա ինքը անգլիական ֆուտբոլի լեգենդ է համարվում, որտեվ ոսկե գնդակ վերջի ֆուտբոլիստն է, բայց Լիվերպուլի ոչ։ Ու Trent-ը կկորցնի այդ աուրան ու կմնա նորից միայն այս վերջի շրջանը միայն Ջերարդը։ Ու հետո մի բան էլ ասեմ, էլի այս վերջի խաղում Ռեալի խաղը Արսենալի հետ։ Ես չեմ հասկանում ոնց կարելի Լիվերպուլից գնալ մի թիմ, որին Լիվերպուլը ջախջախել է այս տարի խաղով, Արսենալը ջախջախել է առաջի խաղի մասին է խոսքը։ Ոնց կլինի չգիտենք հետո, բայց անգլիական թիմերը ցույց տվեցին իրենց մակարդակը։ Բարձր մակարդակ, Aston Villa-ն, մենակ City-ն է ձախողվել։ Դուք այս մրցաշրջանը նկատի ունեք, բայց Ռեալը ի վերջո այն ակումբն է, որ անդադար տիտղոսները նվաճում։ Ռեալը խաղում է, Ռեալ եւ Բարսելոնան խաղում են շատ ավելի թույլ լիգայում։ Եկեք դա փաստենք ու դրա հետ մրցակցության առումով նկատի։ Այո, իհարկե, շատ ավելի թույլ լիգա է։ Լա լիգան այդպես թույլ անվանել մի քիչ դժվար է, որովհետև Եվրագավաթներում վերջին 2 տասնամյակում կամ 3 տասնամյակում Ես դրան ունեմ ուրիշ մոտեցում։ Լա լիգան 2 թմի առաջնություն է։ Ռեալ Մադրիդ, Բարսելոնա։ 1-1 Վալենսիայի նման թիմ, Ատլետիկո Մադրիդի նման Դիեգո Սիմեոնեի հետ կապ, Դեպորտիվո Լա Կարոնիայի ես իմ երբ իրանք 1-1 մտնում են այդ մրցավազքի մեջ, բայց մեկը դա երկու թիմի առաջնություն է։ Մնացած թիմերը զիջում են շատ։ Անգլիայի առաջնությունը մենք տեսանք վերջի տեղով գնացող Իպսվիչը կարող է չգիտեմ ինչ մի հատ խաղ ցույց տալ եւ նույն Լիվերպուլին, ասենք ջնջել գցի մի կողմ։ Դա հնարավոր է։ Անգլիայի առաջնությունը շատ ավելի դժվար առաջնություն է։ Ու եթե մենք ասում ենք Եվրոպա գավաթներին, Լա լիգան տվել է ընդամենը 2 թիմ, որը վերցրել են Չեմպիոնների լիգան կամ Չեմպիոնների գավաթը։ Դա Ռեալն ու Բարսելոնան։ Անգլիայում տենց թիմերը 6-ն են։ Դա ասում եմ մրցակցային ծանրագույն դաշտի մասին։ Դրա համար ամենամեծ թվով այո, դա Լիվերպուլն է ամենաշատ վերցած Անգլիայում 6, դա Man United-ն է 3, եթե չեմ սխալվում, դա Chelsea-ն է, դա City-ն է, դա Aston Villa-ն, դա Nottingham Forest-ն է։ 6 թիմ։ Ու դա ասում է առաջնության մակարդակի մասին։ Հա 36 անգամ նույն Բավարիան 11 տարի անընդմեջ վերցրել էր Գերմանիայի առաջնությունի առաջի տեղը։ Հիմա Paris Saint-Germain-ը հիանալի ֆուտբոլ ցույց տվեց Լիվերպուլի դեմ ու իսկապես շատ լավ խաղացին։ Բայց այդ առաջնությունները ինչ որ 1-2 թիմերի կարող է Իտալիան այս պարագայում Անգլիայի հետ համեմատվի, որտեղ այնտեղ միշտ մրցակցել Juventus-ին Գեգեմոնիան հետ մենք անում ենք գցում ենք կողմ։ Անգլիայում էլ է տենց եղել, ասենք United-ի դարաշրջանն ա եղել, ժամանակին Լիվերպուլի դարաշրջանն ա եղել, City-ի դարաշրջան, Chelsea-ի դարաշրջան, ինչ որ միշտ եղել է, բայց իրանք շատ են։ Դա մենակ Ռեալը չի ու մենակ Բարսելոնան չի։ Հասկացա ձեր միտքը։
այ հիմա անուններ տվեցիք, անվանումներ ակումբների, որոնք հիմա մրցում են նաև առաջի քառյակում Անգլիայի Պրեմիեր լիգայի տեղ գրավելու համար, ընդ որում ոչ միայն քառյակում, այլև հնգյակում, որովհետև Անգլիան ըստ վարկանիշի ստացավ նաև 5-րդ տեղի հնարավորություն, այո, 5-րդ տեղի հնարավորություն հաջորդ Չեմպիոններ լիգայի մրցաշարում ունենալու, այստեղ մրցակցությունը մեծ է։ Նոտինգհեմ Ֆորեսթը կրակեց, այսպես ասենք, կրակեց։ Աստոն Վիլան փոքրինչ նահանջեց նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, սակայն Չեմպիոններ լիգայում մինչ այս պահը դեռևս մրցակցության մեջ է եւ կարող է պայքարել դարձյալ նաեւ Անգլիայի Պրեմիեր լիգայում այդ հնգյակի համար։ Նյուկասլ Յունայթեդ, Չելսի, դե չեմ ասում Արսենալը, որ արդեն ամրագրել է իր տեղը, կարծես թե որքան էլ հետ մնա միավորներով Լիվերպուլից, բայց ամրագրած է։ Չելսի, Նյուկասլ, Մանչեսթեր Սիթին դեռևս մրցակցության մեջ է, նույնիսկ անկայուն այսպիսի խաղով։ Կան թիմեր Բրայթոնը, այսպես կարող ենք թվարկել, այսինքն մոտավորապես առաջի 10-ը կամ առաջի 12 թիմերը այժմ մրցաշարի աղյուսակի կարող են մրցակցել այս վերջի 8-9 տուրում այդ 5 տեղի համար կամ ընդհանրապես Եվրագավաթների։ Ինչ տպավորություն դուք ունեք այս մրցաշրջանից ընդհանուր առմամբ։ Վերջին տարիներին այսպիսի մրցաշրջաններ կարծես թե եղել են, այո, բայց այս մեկը փոքրինչ տարբերվում է մրցակցության այսպիսի խտության առումով։ Եթե մի կողմ դնենք Լիվերպուլի այս վաստակած միավորների եւ որոշակի պաշար։ Ընդհանրապես վերջի տարիներին չհաշված Լիվերպուլի հաղթանակը, երբ որ Լիվերպուլը քանի տուրեր, 6 տուրեր չէ, միջև 20 թվականը այո, միջև առաջնության վերջը եւ Լիվերպուլը դառավ չեմպիոն։ Լիվերպուլի մոտ ստացվում է այդ պաշարը ստեղծել ու տենց դառնալ չեմպիոն։ Մնացած բոլոր առաջնություններում ընդամենը 1-2 միավորի պատմություն էր։ Դա նորից ասում են նրա մասին, որ առաջնությունը շատ հետաքրքիր է, միջև վերջ դու չգիտես ինչա լինելու։ Ես սենց ասեմ, եթե Լիվերպուլը շարունակի տենց խաղալ ոնց որ հիմա է խաղում, ես չեմ զարմանա, եթե ինքը այս 11 միավորը կարողանա կորցնել ընդհանրապես, որտեվ իսկապես փայլ չկա հիմա խաղի մեջ։ Իսկ լինում են տենց առաջնություններ, որ խիթ է դառնում ու շատ մրցակցային է, որովհետև ընդհանրապես առաջնությունը ուժեղանում է։ Թիմերը ունեն գումարներ, կարողանում են, այսօր Բրայթոնը կարող է մի 50 միլիոնանոց խաղացող առնի, դա իրանց համար խնդիր չէ, որովհետև Անգլիայի Պրեմիեր լիգան դա շատ հզոր բիզնես պրոյեկտ է, շատ հզոր։ Ես Պրեմիեր լիգան նայում առաջի տարվանից, երբ որ ստեղծվել է Պրեմիեր լիգան, ես բանակից վերադարձա ու Պրեմիեր լիգան ստեղծվեց։ Ես այդ ժամանակվանից Պրեմիեր լիգայի հետևորդն եմ։ Ու իմ առաջի թիմը, որին ես երկրպագում եմ, մինչև հիմա էլ հետևում եմ, դա Sheffield Wednesday-ն է, որը Championship-ում է խաղում։ Ու այդ օրինակը ոնց կարելի է ֆուտբոլը դարձնել բիզնես, որը թիմերին կուժեղացնի եւ մենք այսօր կարող ենք մի հատ փաստ ասել, ես չգիտեմ Լա լիգայի կամ չգիտեմ Լիգ 1-ի բանը ֆրանսիական չեմպիոնատի, այո, հաղթողը ինչքան գումար է ստանում, բայց ես վստահ եմ, որ Պրեմիեր լիգայից թռնող թիմը ավելի շատ գումար է ստանում, քան հաղթողները, որտեվ աշխատում է հեռուստատեսությունը շատ ուժեղ։ Հեռարձակումներից խոշոր գումար են փոխանցում։ Ահռելի։ Աշխատում են գովազդային այդ բոլոր կոնտրակտները։ Մարքեթինգը Միացյալ Նահանգների վրա շատ որոշիչ կետ է։ Ասիայի վրա։ Շատ մեծ գումար, ու ես ասենց մի բան ասեմ, օրինակ համար Հայաստանը ունի օրինակ։ Հայաստանին ոչ մեկ չի սահմանափակում ու հայկական թիմերը կարող են հավաքվել մի օր տերերը ու ասեն միգուցե մենք էլ մի հատ Պրեմիեր լիգա ստեղծենք, միգուցե մենք Երևանից թիմերը հանենք տանենք մարզեր, որ այնտեղ շատ ավելի մենք երկրպագու ունենանք, որ գան երկրպագեն, ստադիոնը լցվի, հետաքրքրացնենք, այդ ժամանակ կարող մի քիչ փող ավելանա մեզ մոտ, մենք կարողանանք զարգացնել։ Դե կարծես այդ միտումը կա։ Դե դրա մասին շուտ բանից էին խոսում, ես հուսով եմ, որ դա կլինի, որովհետև երբ որ Կապանում թիմ կար,
Գանձասարն էր խաղում այն ժամանակ։ Գանձասարի բոլոր խաղերին առնվազն 2,500 հոգի մարդ էր գալիս նայելու ֆուտբոլը։ Հիմա նոան ստեղծել է որոշակի լավ ենթակառուցված Էջմիածնում։ Երևանում չի, հա, Էջմիածնում կարա լինի։ Մենք Վանաձորում պարտավոր ենք թիմ ունենալ, բան, ասեմ Պրեմիեր լիգան դա օրինակ է, որը դու կարող եք վերցնել, բարձրավոր դա Անգլիան է իր ամեն ինչով, իր ֆինանսական հնարավորություններով, իր պատմությունով ֆուտբոլային եւ այլն, բայց կարելի է չէ վերցնել օրինակ, դնել, մշակել, հասկանալ Հայաստանի համար դա ոնց կարա աշխատի ու աշխատացնել ինչ որ ձև։ Պետք չի նորից հեծանիվ հնարել, ասել մենք ուրիշ ճանապարհով կգնանք, Լենին պետք չի լինել, էլի պետք է լինել ճիշտ մոտեցում ունենալ ու զարգացնել ֆուտբոլը երկրում, որը սիրված սպորտաձև է։ Մեր ունկնդրին եւ մեզ դիտողին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Sportcast-ի հյուրը լրագրող Սերոբ Օհանյանն է։ Սերոբ, այս մրցակցության մեջ դուք կարող եք որոշակի կանխատեսումներ անել, այսինքն ով կմտնի քառյակ, Manchester City-ն այդ հարցում կհաջողի թե չի հաջողի։ Դա արդեն հնգյակի մասին ենք խոսում։ Հնգյակի։ Ճիշտ ասած, մենք ձմռանը շփվում ենք այդ թեմայով։ Ես վստահ եմ, որ City-ն կմտնի քառյակ, որովհետև այդ փորձի ու վերջի այդ վատ են խաղում, իսկապես վատ են խաղում։ Ոչ մեկ City-ից էլ չի վախենում, բացարձակապես։ Առաջ որ դուրս են գալիս դաշտ, արդեն ոտները դողում էր։ Հիմա այդ դողը չկա ոչ մի թիմի մոտ։ Բայց City-ն մնում է City, Guardiola-ն մնում է Guardiola։ Ինձ թվում է, որ իրանք կարողանան մտնեն։ Ես շատ ուրախ եմ, որ Nottingham Forest-ն է մտնում, ու շատ կուզենայի, որ Aston Villa-ն էլ լիներ քառյակում։ Շատ կուզենամ, որ Newcastle լինի, որտեվ Eddie Howe շատ սիրուն ֆուտբոլ է կարողանում դնել Նյուքասլի այդ ուրախացնել երկրպագուներին ու մեզ ես օրինակի համար շատ կուզենայի Խաուն դառնալ Անգլիայի հավաքականի մարզիչը, որտեվ Սաութգեյթի նման դիակներ այդ քանի տարի մարզում, որ ես Անգլիայի հավաքականին հետևում եմ 90 թվականից աշխարհի առաջնությունից 90-ի, ես չէի նայում ուղղակի անտանելի էր դա նայել հնարավոր չէ։ Ընդ որում այդպիսի ֆուտբոլիստներով, որոնք որ խաղում են լավագույն երևի հարձակողական ֆուտբոլ իրենց ակումբներում։ 2002 թվականից մինչ այսօր տենց թիմ չի եղել Անգլիայի մոտ։ Ես ասում եմ այն սերունդը, որտեղ խաղում էր Ջերարդը, Գասկոյնը, ասում բանը Գասկոյնը, Ջերարդը, Գիգսը, Բեքհեմը, Օուենը, Ռունին, այդ ֆանտաստիկ թիմը, այո, որը չկարողացան դեն ժամանակ պրոստը Բրազիլիան կար, Ռոնալդինյո, Ռոնալդոյով, Ռիվալդոյով եւ այլն։ Ու տենց վատ ֆուտբոլ խաղալ, տենց վատ, տենց անտանելի, անհետաքրքիր, ուժս։ Լավ, Nottingham Forest-ի դեպ շատ հետաքրքիր է, որտեվ մենք հիշում ենք պատմությունը, դա մի հեքիաթային պատմություն է Nottingham Forest-ի պարագայում։ Երբ որ այդ տարիներին Nottingham Forest-ը շրջանցելով իդեպ Liverpool-ին դարձավ չեմպիոն, վաստակեց այն ժամանակ չեմպիոնների գավաթի Դուք 80-ականների մասն եք ուղեգիրը նվաճեց այնտեղ չեմպիոնների գավաթը, հաջորդ մրցաշրջանում խաղաց որպես գավաթակիր, արդեն եւ դարձյալ, այսինքն մեկ անգամ դարձավ չեմպիոն, բայց երկու անգամ վերցրեց Եվրոպայի գլխավոր մրցանակը։ Nottingham Forest-ը երևի թե այդ պատմությունը հիշելով, այդ հեքիաթային հոլիվուդյան, այսպես ասեմ, այդ սցենարը հիշելով, այդ սյուժեն հնարավոր է, որ Nottingham Forest-ը այսպեսին լինի։ Բայց դուք անուններ տվեցիք, որ կուզենայիք տեսնել այդ հնգյակում, ենթադրենք, առաջին հնգյակում, ոնց որ կներեք այդ շատ են, ավելի շատ են, քան 5 թիվը։ Մրցաշրջանի ավարտն է, այստեղ նաև իհարկե ակնհայտ հետնապահ կա, որը արդեն դուրս է թռել, Southampton-ը դուրս է թռել արդեն, այո։ Կան հետնապահներ, որոնք այն թիմերն են, որ նախորդ տարի այդ Championship-ից առաջադիմեցին, ստացան Premier League-ի ուղեգիր, բայց ցավոք սրտի, այդպես իդեպ Premier League-ին բավական հազվադեպ է լինում։ Championship-ից բարձրացած թիմերը Premier League-ը որպես կանոն մեզ դառնում են այդպես ամուր միջակ թիմ։ Միշտ չէ, բայց ստացվում է 1-1։ Այո, այո։ Այս տարի չստացվեց։ Ipswich-ն էլ է դուրս թռնելու ամենայն հավանականության, այնտեղ վերջի երրորդ ուղեգրի համար է գնում պայքարը,
Wolverhampton-ը կարողացավ մի քիչ փոկվի այդ զոնայից, Leicester-ն շատ վատ ու ցավոք սրտի, այդ էլա չէ հեքիաթային պատմություն։ Leicester-ը, որը ոչ մի տեղից եկավ եւ դառավ Անգլիայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, գնաց Չեմպիոնների լիգայում խաղաց, դուրս թռավ, նորից վերադարձավ հետ, հիմա նորից դուրս է թռնելու եւ այլն, դա այդ Անգլիան է, անգլիական ֆուտբոլը։ Ու ես հաճույք եմ ստանում այդ ֆուտբոլը նայելուց։ Ես իսկապես եթե չլինեն ինչ որ տոպ դիմակայություններ, օրինակի համար Bayer Leverkusen Բավարիա այսօրվա դրությամբ կամ Բարուսյան երբ որ խաղում է, դե մնացել է այդ Կլոպի, Հենրիխ Մխիթարյանի ժամանակից։ Դա չլինի Իտալիա ինչ որ շատ հետարքիր խաղեր, որտեղ որ Ինտերն է խաղում, էլի եմ ասում։ Ես շատ եմ ուզում, որ այս տարի եզրափակիչը լիգայի չեմպիոնների լիգայում լինեն Արսենալը եւ Ինտերը հաղթի։ Ես շատ եմ ուզում, որ այո, ես շատ եմ ուզում, որ Հենրիխ Մխիթարյանը բարձրացնի գլխի վերև, այս մի գավաթն էլ եւ դառնա միակը, որը բոլոր գավաթները իր գլխի վերևը բարձրացրել է, որովհետեւ Հենրիխ Մխիթարյանը այն մարդն է, որը այսօր մեր պետության, մեր երկրի ավելի շուտ ճիշտ կլներ, մեր երկրի, մեր հոգու, մեր սպորտի, մեր դեմքն է աշխարհում։ Ես հպարտանում եմ, որ տես տղա է խաղում ու շատ կուզենամ, որ իր մոտ ամեն ինչ ստացվի, որ տոպ չեմպիոնատի արդեն մրցաշարի չեմպիոն դարձել է, հուսով եմ այս տարի նորից կդառնա եւ շատ եմ ուզում, որ ինքը այդ չեմպիոնների լիգան վերցնի, էլ շատ եմ ուզում։ Վերջին թեմային անդրադառնանք, Սերոբ։ Պրեմիեր լիգան հաշվի առնելով իր մեծ ֆինանսական հնարավորությունները այս պայդրությամբ դարձել է այսպես Մագնիսի նման լիգա, որտեղ գալիս են նոր գաղափարներով մարզիչներ նաև, ոչ միայն ֆուտբոլիստներ, առաջին հերթին մարզիչների առաջնությունն է սա։ Նույնիսկ չմոռանանք Էվերտոնի մարզիչը ով էր ժամանակին, Կարլո Անչելոտին։ Այո։ Եվ այնտեղից նա վերադարձավ Ռեալ։ Ու մենք հասկացանք, որ Կարլո Անչելոտին մեծ թիմերի մարզիչ է, ոչ թե միջին թիմերի։ Ամեն դեպքում հիմա Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում դարձյալ նոր դեմքեր կան այն դեմքերը, որոնք որ նախորդ մրցաշրջաններում որոշակի դժվարություններ են ունենում, այսպես միջակ, բայց ամուր ակումբներում այս տարի իրենց խաղը դրել են, հիանալի ձեռագիրը երևում է, գաղափարներ են դրել։ Պրեմիեր լիգան դարձել է գաղափարների գեներատոր նաև, նոր գաղափարների ֆուտբոլային, ակումբային իհարկե ֆուտբոլի մասին է խոսքը։ Ինչ եք դուք, ինչ այս տարի, ինչ տենդենսներ դուք նկատեցիք։ Ես տեսնում եմ, որ իսկապես աճում է բոլոր գաղափարները, բայց ճիշտն ասած, ես եթե մարզչականից մի կողմ գնանք, ես ուրիշ վատ տենդենս եմ տեսնում։ Ու դա համաշխարհային ֆուտբոլին է վերաբերվում ու ցավոք սրտի անգլիական պրեմիեր լիգան որպես ամենաուժեղ լիգան, որտեղ ամենամեծ գումարներն են գեներացվում եւ կուտակվում, իրանք այդ առաջինն են։ Եկեք այստեղ կներեք օգտագործենք ամենամրցակցային, որտեղ ուժեղ բառը որ կիրառում ենք այնտեղ Ռեալի երկրպագուն կարող է հակադարձել Բարսելոնայի։ Այդ իրաց խնդիրն է, թող հակադարձեն, բայց ամենամրցակցային եւ այլն։ Հա, դե մենք հիմա հասկանում ենք, որ 5 թիմ Անգլիայից խաղալու է Չեմպիոնների լիգայում, որը թերի այդ ամենամեծ թերությունը, որը հիմա կա ֆուտբոլում, որ մենք կորցրել ենք ազգային առաջնությունները։ Ես սիրել եմ Անգլիայի առաջնությունը նրա համար, որ դա անգլիական ֆուտբոլ էր։ Մենք նայում ենք անգլիական ֆուտբոլ, մենք նայում ենք պայքար, մենք նայում ենք հիանալի խաղ իրար դեմ այդ մրցակցությունը, որ ներեցեք, բայց եթե 80-ական 90-ականների ֆուտբոլի մասին ենք խոսում անգլիական, այդպես հարվածիր եւ վազիր սկզբունք։ Եթե տենց լիներ, անգլիական թիմերը 80-ականներին չէին գերիշխի Եվրոպայում։ Լիվերպուլի 3 գավաթը, Նոթինգհամ Ֆորեսթի 2 գավաթը, Աստոն Վիլայի գավաթը, այդ ամեն ինչը չրներ։ Անգլիան խաղում էր ֆանտաստիկ հետաքրքիր ֆուտբոլ։ Անգլիան ուներ հիանալի մարզիչներ։ 80-ականներին դա նաև հենց Բոբի Ռոբսոնն էր, որ հետո Բարսելոնան դարձեցին Բարսելոնան իր ժամանակաշրջանում։ Դա նույն Terry Venables-ը շատ են, մենք հիմա անուններ կարանք շատ ասենք։ Հարցը նրանում է, որ մենք կորցրել ենք ազգային առաջնությունները ու մենք ես դրա մասին ասել եմ, ես ընդհանրապես կուզենայի, որ մի անգամ այդ
թեման շատ լուրջ բարձրացվի։ Նայեք, օրինակի համար այսօրվա դրությամբ Ռեալը ինչ կապ ունի Մադրիդի հետ։ Բացի նրանից, որ այդ թիմը այնտեղ է ստեղծվել։ Ոչ մի հոգի ֆուտբոլիստ է խաղում իսպանացի Ռեալում կային։ Նախորդում կային։ Լիվերպուլի ինչ կապ ունի Լիվերպուլի հետ, եթե Տրենտը ու Ջոնսը դուրս չեն գալիս։ Ինչ կապ ունի օրինակի համար, չգիտեմ, Ինտերը Միլանի հետ, բայց ավելի շատ ունի, որտեղ իտալական չեմպիոնատը, որ այդքան գումար չունի, իրանց սաները ավելի շատ են։ Մենք կորցնում ենք այդ մրցակցությունը։ Դրա համար այսօր որ Էվերտոնը ու Լիվերպուլը դուրս են գալիս կամ Սիթին, Յունայթեդը կամ չգիտեմ Տոտենհեմը, Արսենալը, այն կայծերը մենք չենք տեսնում, որը կար առաջ, որտեվ դարել է ուղղակի ինչ որ երկու բրենդ իրար դեմ խաղում են, իսկ այդ բրենդի ոնց որ այսօրվա վերցնում ենք BMW-ն ու Mercedes-ը, գերմանական երկու բրենդ են, բայց մեջը չինական ինչ որ մեխանիզմներ ա դրվում։ Օրինակ եմ, որպես օրինակ։ Հիմա նույն բանը դարել են թիմերը, դրանք բրենդեր են ուղղակի։ Իրանք մենք կորցրել ենք այդ ու վաղը մյուս օրը կարող է իմ նման մարդիկ, ովքեր որ սիրում են այս ֆուտբոլը, մենք ուղղակի էլ չնայենք, որտեվ ես եթե մի անգամ էլ միացնեմ ու տեսնեմ, որ Լիվերպուլի կազմում ոչ մի անգլիացի չի խաղում, գոնե, էլ չեմ ասում սկաուզերների մասին, ինչով է այդ թիմը տարբերվում օրինակ եմ Ատլետիկո Մադրիդից իմ համար, ոչ մի բանով։ Ամեն դեպքում այս մրցաշրջանը մենք կարծես ամփոփեցինք, շատ հարցերի մասին խոսեցինք, հուսամ, որ մրցաշրջանի ավարտին մենք դարձյալ հնարավորություն կունենանք այստեղ այս տաղավարում քննարկելու, ինչ տեղի ունեցավ եւ տեսնելու, թե նաեւ Եվրագավաթներում ենթադրենք անգլիական ակումբները ինչ արդյունքի վերջո գրանցեցին։ Մենք մրցակցություն ենք ուզում ենք լավ մրցակցություն, այդպես չէ, Սերոբ։ Այո, անպայման։ Ես շատ եմ ուզում, որ Յունայթեդը վերադառնա ու դառնա լավագույն թիմերից մեկը, որովհետև առանց Յունայթեդի առաջնությունը, առանց ուժեղ Յունայթեդի առաջնությունը Մանչեսթեր Յունայթեդի մասին է խոսքը գնում, ոչ թե Նյուքասլ, բայց Նյուքասլը իմ դուրս շատ է գալիս։ Յունայթեդները շատ են։ Այո, ես շատ կուզենամ, որ Man United-ը վերադառնա եւ ցույց տա այն ֆուտբոլը, որի ժամանակ այդ կայծերը մենք կտեսնենք։ Ես շատ եմ ուզում, որ Արսենալը չթուլացնի։ Ես ասեմ ձեզ մի բան, իմ կարծիքով մյուս տարին Լիվերպուլի անկման տարին է լինելու, որտեվ այս սաստավը, այս կազմը սկսելու է ինչ որ ձևափոխվել, ու մենք կտեսնենք այս ժամանակ նոր կհասկանանք արդեն սլոթի թիմը ինչ է Իրանից ներկայացնում։ Դրա համար ես ճիշտ ասած չեմ ասում, որ քարյակ չեն մտնի եւ այլն, բայց ծանր մրցաշրջան եմ սպասում սլոթի համար։ Հուսով եմ ես սխալվում եմ, բայց կուզենամ City-ն ուժեղ, United-ը ուժեղ, Manchester-ը, ես կուզենամ, որ Nottingham-ը չպակասացնի, որ վերադառնա Newcastle-ը ավելի ուժեղանա։ Շնորհակալ եմ Սերոբ հրավերս ընդունելու համար։ Մեր ունկնդրին դարձյալ հիշեցնեմ, զրուցեցի լրագրող Սերոբ Օհանյանի հետ, սա Sportcast նախագծի հերթական թողարկումն էր, մեր տեսագրությունը նաև կարող եք դիտել Facebook-յան էջում Հանրային ռադիոյի պաշտոնական YouTube-յան ալիքում եւ իհարկե կայքի հաղորդումներ բաժնի Sportcast հատվածում։ Ես Դավիթ Աղաբեկյանն եմ, առայժմ։